Սափեյանի լսել եք, շատ կներեք։ Իսկ իսկ ներողություն եմ խնդրում, ունեք որևէ տեղեկություն ունեք, մենք հիմնականում գիտեք, որ ուժերի հետ կապված են ընտրակաշարքի սխեմաներ բացահայտել, իսկ ձեր մոտ հարց չի առաջանում, բա ինչի այս դեպքում մյուս 15 ուժերի կամ չգիտեմ 16 ուժերի հետ կապված որևէ բացահայտում չունենք, որտեղ դուք ինքներդ չեք ստանում նաև այդ տվյալները։ Կասեք, որ ուժերն էին ի վերջո այդ ընտրակաշարքի բացահայտումները, ուժեղ Հայաստան։ Երեք ուժերի մասին է խոսքը, ուժեղ Հայաստան, Բարգավաճ Հայաստան եւ Հայաստան Դաշինք կուսակցությունների։ Եվ այդ ձայնագրությունները, որոնք հրապարակվում էին, հաճախ այդ ձայնագրությունների մեջ կային խոսակցություններ, որոնք ամեն դեպքում հասկանալի չի, թե դա գործի համատեքստում ինչ նշանակություն ունի, օրինակ ինչ որ մեկի շալվարի շուրջ քննարկումը, ինչ որ այս կենցաղային զրույցները հրապարակելու նպատակահարմարությունը ինչու՞ն է կապված ինչ որ պիտակավորումներ։ Դա ինչով է։ Ես ճիշտ ասած չկա որևէ ձայնագրություն ու տեսագրություն, որտեղ որևէ հատված լինի, որը վարույթի հետ առնչություն չունենա։ Դրանք հրապարակվել են, որպեսզի հանրության մոտ որևէ կասկած չառաջանա, որ խոսքը այս կամ այն քաղաքական ուժի մասով է եւ խոսքը ընտրակաշարքի միջոցով ստացված գումարի տնօրինման կամ հավաքներին գումարով ներգրավման մասին է, այսինքն որևէ ձայնագրության հատված, որ դուք լսում եք, խնդրում եմ ամբողջությամբ մեջ լսել եւ կհասկանաք, որ այստեղ այդ ձեր նշած կտորները իրականում էական ազդեցություն ունեն, որովհետեւ մենք հանցակազմը կնահատենք։ Ընդհանրապես ինչքան կաշառք է բաժանվել ձեր կարծիքով ընդհանուր ուժերին, որ ձեր կոմիտեում կա գործ, ընդհանուր դու կարող եք որոշակի թիվ ասել, որքան կաշառք է բաժանվել այս ընթացքում։ Այս բան հատուկ վիճակագրություն այդ մասով չենք վարել, հավանաբար երբ որ առաջիկայում մենք մեր բացահայտումները ավարտենք, այդ ժամանակ կամփոփենք եւ կունենանք որոշակի թվային տվյալներ, որոնք մանրամասն կներկայացվի հանրությանը։ Կներեք, դուք մի տեսանյութ հրապարակել ձեր ծառայությունը, որտեղ նշում էիք, որ այլ պետությունից եկած անձը, ընտրակաշարքով եկած անձը ձերբակալվել է, թե կալանավորվել է, բայց պետության անունը չէիք ասում, որ երկրից էր եկել։ Եթե չեմ սխալվում, պետության անունը շեշտվել է հաղորդագրության մեջ, բայց կարող եմ ասել Ռուսաստանի Դաշնությունը, Եվ ով էր ուղղորդել իրեն, ձեզ համար դա պարզ է։ Քննություն ենք անում, այդ քերական վարույթով նախաքննությունը դեռևս չի ավարտվել եւ առաջիկայում երբ որ ավարտի, նորից կիրազեկենք ձեզ։ Տիգրան Ավինյանը նախընտրական շրջանում ֆոտոխցիկ նվիրեց մանկատան սաներից մեկին եւ դա դիտարկվեց որպես բարեգործության արգելքի այդ բանի կարգի խախտում եւ զուգահեռներ տարվեց ուժեղ Հայաստանի ներկայացուցիչ Գոհար Ղոմաշյանի հետ, ով ավելի վաղ հերոստացույց էր խոստացել նվիրել, ինչպես ստացվեց, որ այն դեպքում նա խոսք էր տվել հերոստացույցը չհասցրեց նվիրել գործը հարուցվեց, բայց քաղաքական իշխող ուժի ներկայացուցիչը ֆոտոխցիկը նվիրեց եւ վարույթ չհարուցվեց։ Գիտեք ինչ, այս ծեր նշած դեպքի մասով ես կարող եմ նաև համեմատական իրականացնել զուգահեռներ տանել նաև Թալինի համայնքի ղեկավարի Տավրոս Սափեյանի դեպքի մասով, որպեսզի նաև հաջորդ հարցադրումը այդ մասով չհնչի։ Տարբերակումը հետևյալն է, երբ որ մենք գործ ունենք տեղական ինքնակառավարման մարմնի օրենքով նախատեսված գործառույթների իրականացման հետ, այդտեղ ու նաև համապատասխան ընթացակարգերի պահպանմամբ իրականացված գործառույթների իրականացման, այդտեղ խոսք չի կարող լինել բարեգործության մասին առհասարակ եւ առավել եւս բարեգործության արգելքի օրենսդրական խախտման հետ, որտեղ մենք դիտարկում ենք, որ այդ գործառույթները կամ այդ նվիրատվությունը, որը իրականացվել է, դա իրականացվել է ոչ թե որպես կուսակցության անդամ, ոչ թե որպես քաղաքական ուժի անդամ, այլ որպես պաշտոնյա, ով օրենքով սահմանված կարգով համապատասխան լիազորությունների շրջանակում ունի որոշակի գործառույթներ։ Օրենքով բարեգործական հիմնադրամի մասով հստակ արգելքներ կան, եթե քաղաքական ուժը մասնակցում է ընտրություններին, ապա բարեգործությամբ զբաղվելու իրավունք չունի, չի վերաբերվում ըստ մեր առնելով, որ վարչապետը օրը մի քանի հայտարարությամբ իրավապահներին հրահանգներ է իջեցնում, թե ինչպես վարվել, գուցե կաշկանդված եք անդրադառնալ Իսկ դուք այդ հարցադրումը տալուց ինչի չեք ասում, որ օրինակ նախկինում մենք ունեցել ենք դեպքեր, երբ որ նույն բարեգործության արգելքի խախտման հատկանիշներով քերական վարույթ ենք նախաձեռնել քաղաքացիական պայմանագիր կուսակցության անդամի նկատմամբ, կիրառել ենք անազատության հետ կապված խափանմիջոց եւ վարույթ ուղարկել ենք դատարան, կարող եք դատարանում ծանոթանալ։ Շաբաթի դեպքը նշանակում եք, բայց դա շատ ակնհայտ է։ Հիմա ես էլ բացատրում եմ ձեր հարցադրման
Այդ մի օրինակով դուք ուզում եք մի օրինակով եւ նաեւ կթողնեք պատասխանեմ հարցադրմանը, եթե ասեք։ նաեւ հակակոռուպցիոն կոմիտեի մոտեցումն է, որ նաեւ իրավական առումով օրենսդրությունից բխող բանջն է, որ եթե խոսքը վերաբերում է պաշտոնյային, ով իր պաշտոնական գործառույթներն է իրականացնում, այդ մասով մենք չենք կարող ասել, որ կա բարեգործության արգելքի խախտում։ Հակառակ մեկնաբանման պարագայում ցանկացած պաշտոնյայի գործառույթ մենք դիտարկելու ենք բարեգործության արգելքի խախտման տակ, քանի որ ինքը ամենօրյա ռեժիմով իրականացնում է իր լիազորությունները, որոնք ուղղված են համայնքի շահերին եւ Փաշինյանի հայտարարությունները պարբերաբար իրավապահներին ուղղված։ Ինչպես եք վերաբերում այդ հայտարարություններին, դա առհասարակ չի կաշկանդում ձեզ աշխատել անկախ ազատ գործել։ Իսկ ինչ հայտարարության մասն է։ Մունե զրկելու եմ, բոմժ եմ դարձնելու այս երեք ուժերին։ Արդյոք սա արդեն ուղղորդում չի ձեզ, որպեսզի դու գնաք այդ երեք ուժերի հետևից։ Մասով որևէ ուղղորդում ես չեմ նկատել։ Այդ որ բոլոր ընտրակաշառատուները պետք է պատժվեն եւ նույնիսկ ժամկետեր նշում, թե ինչքան պետք է նստեն բանտում։ Ես քաղաքական հայտարարությունների հետ կապված մեկնաբանություն այս պահին չի նախ ինձ չի կարող կաշկանդվել նաեւ այն մասով, որ ես դատավորը չեմ եւ ես չեմ կարող որոշել, թե որ մեղադրյալը ինչ ժամկետով պետք է պատժ կրի։ Այդ մասով առնվազն ես կաշկանդված չեմ։ Բայց քրեական գործը հարուցելու եւ գործի հիմնավորումներ գտնելու մասը ձեր տիրույթում է։ Մեր պարտականությունն է հանցագործության դեպք հայտնաբերել, այդ դեպքերով կատարել նախաքննություն եւ ապացույցներ հավաքել կամ մեղավորության կամ ամեղության վերաբերյալ։ Եվ դա մեր գործառույթն է, որը մենք իրականացնում ենք։ Այսպես ասած գործի կամ մահակ նախընտրական շրջանում ընտրությունների ժամանակ իշխանության համար։ Այսինքն դուք ստացվում է դուք մահակ եք դարձել ընդդիմադիրներին ճնշելու, կաշառքներին որ բացահայտելու նախընտրական հեն բուն շրջան, որովհետև ես դրա համար ասեցի, որ շրջանում են բացահայտվել այդ ձայնագրությունը, որովհետև դուք նախընտրական շրջանում եք այդ ամեն ինչը իրականացրել։ Ստացվում է դուք որպես կոմիտե կառույց մահակ եք դարձել ընդդիմության համար։ Մենք մահակ ենք հանցագործների համար։ Մենք որևէ ուժի, որևէ իշխանության ոչ քարոզությունն ենք անում, ոչ հակակարոզությունը, մենք պայքարում ենք հանցագործությունների դեմ եւ ձեր հարցադրումը ըստ էության տեղին չի, որտեղ մենք ամեն հանցագործության դեպքով հրապարակել ենք ձայնագրություն եւ եթե լսեք ուշադիր այդ ձայնագրությունները կհասկանաք, որ որևէ քաղաքական ազդեցություն այդ դեպքերի բացահայտման առումով չկա, կա ընդամենը փաստական հիմնավորումներ, ձայնագրություններ, որոնք լսելու դեպքում որևէ անկողմնակալ դիտորդի մոտ որևէ այլ կասկած չի կարող առաջանալ։